Ողջույն բոլորին, օրվա կարևոր իրադարձությունն է մայիսի 28-ի համար։ Տեսնենք, թե մեզ բոլորիս ինչ է սպասվելու այս օրը։ Գնանք խոյերին։ Ինչ է սպասվում խոյերին մայիսի 28-ին։ Հարգելի խոյեր, այդքան է ճիշտ։ Այդ օրը հուզված սպասում եք ինչ-որ մեկին, կամ ինչ-որ բանի եք սպասում, բայց հուզված եք, կամ որ գալիս է, այդպես տեսնում եք իրար արտասվում եք։ Նաև ունեք հրավերք այդ օրը առիթի, կամ դուք կհրավիրեք մարդկանց և սեղանի շուրջ եք նստելու։ Բայց բոլոր գործերը այդ օրը չեք հասցնի ավարտել, կմնան ինչ-որ գործեր։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ցուլերին։ Ինչ է սպասվում ցուլերին մայիսի 28-ին։ Հարգելի ցուլեր, այդ օրը ինչ-որ հարցեր կմնան, չեք հասցնում ավարտել, նաև օցեր կան, նախանձ մարդիկ, չար մարդիկ և նվերը։ Ինչ-որ մեկին դուք նվեր կտաք, նաև գնեք, կամ ինչ-որ մեկը ձեզ նվեր կտա։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք եկվորյակների։ Ինչ է սպասվում եկվորյակներին մայիսի 28-ին։
Հարգելի եկվորյակներ, այդ օրը ոմանք ընդունվեն աշխատանքի, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ խոսակցություններ են, ինչ-որ պահեր են, նաև պետական աշխատողի հետ կհանդիպեք այդ օրը, ոմանք հարցազրույցի կգնան կամ բիզնեսի հետ կապված ինչ-որ հարցեր կանեք։ Ուշադրություն նաև դարձրեք ձեր առողջությանը, այնտեղ պետական հիմնարկություն եք գնում, հնարավոր է նաև առողջության համար եք գնում։ Նաև ոմանք այցելեն ուսման կենտրոն, ոմանք ուղղակի ինչ-որ պետական հիմնարկություն է, ինչ-որ վեճ է, սա ոմանք կվիճեն, այստեղ սուտ կա, միգուցե դրա հետ է կապված, վիճում եք, նաև ոմանքի տուն կմաքրեն։ Սիրային ժամադրություն կամ պայմանավորվածություն ձեր հարազատ մարդկանց հետ, հեռախոսազանգ կունենաք եւ ինչ-որ հույսներ դրել եք, կարծես թե հնարավոր է ընկերոջ վրա։ Այստեղ հույսով սպասում եք, հույսով լցված եք, կամ հենց հույսներ իրոք դրել եք ձեր ընկերոջ վրա, որ ինքը ինչ-որ մի բան կանի, ինչ-որ մի հարցով կօգնի։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք խեցգետիններին։ Ինչ է սպասվում խեցգետիններին մայիսի 28-ին։ Հարգելի խեցգետիններ, այդ օրը ուշադրություն դարձրեք ձեր առողջությանը, նաև կարող եք այցելել նման կենտրոն։ Հյուր ունեք, կամ դուք կգնաք հյուր, նաև պետական հիմնարկություն այստեղ կգնաք, նաև հիվանդանոց եք գնում, կամ ուսման կենտրոն եք գնում։ Կարող եք վիճել այդ օրը ինչ-որ մարդկանց հետ, կամ նաև տուն մաքրել։ Գործերը կմնան, ոչ բոլորն եք հասցնում ավարտել, եւ հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ։ Ընկերուհու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կառույցներին։ Ինչ է սպասվում առուսներին մայիսի 28-ին։
Հարգելի առուստներ, այդ օրը գումար կստանաք, նաև ոչ իրադարձություններ կան, որոնք ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս այն կկատարվի, կամ նոր է սկսվում, այդպես ամեն ամսվա որևիցե ցիկլ, կամ նաև դա ավարտվում է։ Յուրաքանչյուր քայլ անելուց առաջ այդ օրը երկար մտածեք, մի շտապեք ոչ մի քայլին, նաև կարող եք գնալ ինչ-որ միտեղ երկար մնալ։ Գումար եք այդ օրը ծախսելու, գումարի մասին կխոսեք, նաև հա ինչպես գումարը գալիս է, միգուցե ինչ-որ միտեղ վճարում եք։ Եվ ճանապարհ եք գնալու, կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կուրսերին։ Ինչ է սպասվում կուրսերին մայիսի 28-ին։ Հարգելի կույսեր, այդ օրը հանդիպում ունեք, նաև տատանվում եք, ծանր թեթև եք անում, ընտրության առջև եք կանգնած, հյուր եք գնալու, գումար եք ծախսելու կամ հյուր կգա էլի, միևնույն է գումար կծախսեք, նաև տան հետ կապված իրադարձություններ են, միգուցե առիթ է, կամ ձեր տանը կամ պետք է գնաք, գումար կստանաք, Այստեղ օձերի հետ կարող եք վիճել, բայց նաև զգուշացում ունեք, որ յուրաքանչյուր քայլ անելուց առաջ երկար մտածեք, մի շտապեք։ Համար հետևեք նաև դրան։ Եվ նվեր, կամ դուք եք ստանալու, կամ դուք եք տալու։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնենք կշարքներին։ Ինչ է սպասվում կշարքներին մայիսի 28-ին։
Հարգելի կշեռքներ, այդ օրը ձեր ցանկությունները կիրականանան, նաև հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ հետ, ընկերուհու հետ, նաև ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, կամ ինչ-որ մի ցիկլ է, որը սկսի կրկնվել ձեզ մոտ, կամ ավարտվում է։ Եվ ոմանք նամակագրական կապի մեջ կլինեն, փաստաթղթերի հետ կապված ինչ-որ գործեր կանեք, կամ փաթեթ է, որը կստանաք այդ օրը։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք կարիճներին։ Ինչ է սպասվում կարիճներին մայիսի 28-ին։ Հարգելի կարիճներ, այդ օրը ոմանք աշխատանքի կընդունվեն, ոմանք աշխատանքի հետ կապված ինչ-որ զրույցներ կունենան, կխոսեն ինչ-որ մարդկանց հետ, նաև հարցազրույցի կարող եք գնալ կամ պետական աշխատողի հետ կարող եք հանդիպել։ Հեռախոսազանգ ունեք այդ օրը, օձեր են շրջապատում, բամբասանք, չար խոսակցություններ, նախանձ և նվեր կստանաք կամ դուք կնվիրեք ինչ-որ մեկին, կամ ուղղակի կգնեք, կպատրաստեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք աղեղնավորներին։ Ինչ է սպասվում աղեղնավորներին մայիսի 28-ին։ Հարգելի աղեղնավորներ, այդ օրը հանդիպում կամ շփում ունեք ձեզ համար շատ մտերիմ անձնավորության հետ, նորություն եք լսելու, բայց կարծես թե այդ նորությունը ձեզ այդքան էլ դուր չի գալիս, դա հաճ նորություն է ձեզ համար,
կամ հիասթափվում եք ինչ-որ մեկից, դա լսելուց։ Ոմանք ունեն սիրային ժամադրություն, ոմանք պայմանավորվածություն իրենց հարազատ մարդկանց հետ, նաև հրավերք որևիցե առիթի, հույսով լցված եք, հույսնադել եք ինչ-որ մեկի վրա, ինչ-որ բանի վրա, հույսով սպասում եք, բայց այդ օրը նաև գործերը չեք հասցնում ավարտին, կմնա, գործեր կմնան և օրվա ընթացքում կցանկանաք պարկել, քնել, հանգստանալ, դա նաև կարող է լինել ինտիմ հարաբերություններ։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք այդ եղջյուրներին։ Ինչ է սպասվում այդ եղջյուրներին մայիսի 28-ին։ Հարգելի այդ եղջյուրներ, այդ օրը հույսով սպասում եք, հույսնադել եք ինչ-որ մեկի վրա կամ ինչ-որ բանի վրա, գումար եք ծախսելու կամ գումարի մասին կխոսեք, նաև գումար կվճարեք, հանդիպում ունեք այդ օրը և օձեր կան ձեր շրջապատում, բամբասանք, խոսակցություններ, նախանձ և այլն։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնայինք ջրհոսներին։ Ինչ է սպասվում ջրհոսներին մայիսի 28-ին։
Հարգելի ջրհոսներ, այդ օրը կկատարվեն ձեր ցանկությունները։ Նաև ինչ-որ մեկից կարող եք հեռանալ, ինչ-որ բանից կարող եք հեռանալ, բաժանվել, թեկուզ ժամանակավոր, հանդիպում կամ շփում կունենաք ձեր ընկերոջ կամ ընկերուհու հետ, գործերը չեք հասցնում ավարտին, կմնան ինչ-որ չափով, նաև ճանապարհ եք գնալու կամ ինչ-որ մարդիկ կգան ձեզ մոտ, սուտ կա այդ օրը, ձեզ սպասում եք, որ գան դեռ իրենց ասած ժամանակին չկան։ Նաև ոչ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվեն, դա նաև կարող է նոր սկիզբ է, որ ամեն ամիս այդպես անեք, կամ նաև դա ավարտվում է, այդ ամեն ամսվա ինչ-որ ցիկլը կամ վերջին մեկ ամսվա ոչ գործողություններ։ Պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, բժշկական կենտրոն դա կարող է լինել, ուսման կենտրոն դա կարող է լինել, նաև ինչ-որ տեղ, հա, բանկ եւ այլն։ Եվ այստեղ վիճում եք, հետո ուրախ եք։ Այսինքն ասում եք այն ինչ որ ուզում եք ասել եւ ոնց որ տրամադրությունը բարձրանում է, որ ի վերջո ասեցիք բրծակ այդ մարդուն այն ինչ որ ուզում եք։ Կամ սա տուն եք մաքրում, կամ այն վերջին ճիճնա, վերջին է ու բորկեն, վերջինն է եւ անում եք, ավարտում եք։ Եվ էլի ուրախ եք, որ վերջապես բրծակ այդ գործից։ Հետաքրքիր օր է, տարբեր իրադարձություններ են։ Ձեզ հաճելի օր եմ մաղթում։ Գնանք ձկներին։ Ինչ է սպասվում ձկներին մայիսի 28-ին։ Հարգելի ձկներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնցով պետք է զբաղվեք։ Հարգելի ձկներ, այդ օրը պետական հիմնարկության հետ կապված հարցեր ունեք, որոնցով պետք է զբաղվեք, նաև դա կարող է բժշկական կենտրոն կամ ուսումնական հաստատություն։ Սպասման մեջ եք լինելու, ինչ-որ մեկին եք սպասելու, նաև հանդիպում ունեք, հա, սպասում եք եւ կհանդիպեք, ձեր ցանկությունները կիրականանան։ Եվ որովհետեւ իրադարձություններ ունեք, որոնք որ ձեզ հետ կատարվում են յուրաքանչյուր ամիս, այդ օրը եւս կկատարվի կամ կավարտվի դա, կամ նոր է սկսում, որովհետեւ այդպես ցիկլ, որը ամեն ամիս պետք է անեք։ Այսքանը ձեզ համար, ձեզ հաճելի օր եմ մաղթում։